Իջևանի մասին հետաքրքիր փաստեր։ Ներկայիս Իջևանի տարածքում նախկինում իջևանատներ են եղել։ Իջևանը գրավիչ է իր բնաշխարհով։ Քաղաքը շրջապատված է լեռներով, պատված անտառներով, որոնց տեղ-տեղ փոխարինում են հրաշագեղ ալպիական մարգագետինները։ Օդն ու կանաչը կարող եք վայելել հատկապես բուսաբանական այգում։ Իջևանը համարվում է գորգագործական կենտրոն։ Մինչ օրս Իջևանի գորգագործության նմուշները մեծ արժեք ունեն և պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։ Իջևանը փռված է Աղստև գետի երկու ափերին, ինչի արդյունքում քաղաքում կան 9-ից ավելի կամուրջներ, որոնք իրենց յուրահատուկ գրավչությունն ու հմայքն են տալիս քաղաքին։ Իջևանը հիանալի վայր է ակտիվ հանգստի սիրահարների համար՝ ձիարշավներ, հետիոտնային հեծանվային արշավներ, վրանային երեկոներ։ Տավուշի մարզի Ենոքավան գյուղը հայտնի է որպես Հայաստանի էքստրեմալ տուրիզմի մայրաքաղաք։ Այն միավորում է հնագիտական հարուստ ժառանգությունը, եզակի բնությունն ու գյուղական ինքնատիպ կոլորիտը, առաջարկելով հետևյալ ուշագրավ փաստերը։ Գյուղում է գտնվում Հայաստանի առաջին էքստրեմալ զվարճանքի կենտրոնը՝ Yale Extreme Park-ը, որն առաջարկում է զիփլայն, ձիարշավ, պարանների այգի և այլ ակտիվ ժամանց։ Հենց այստեղ, խիտ անտառների ու կիրճերի մեջ գտնվում է Հայաստանի լաստիվերը՝ իր երկհարկանի քարանձավներով, ջրվեժներով և ծառերի վրա կառուցված փայտե տնակներով։ Տեղանքը հնագետների համար իսկական բացահայտում է։ Գյուղի շրջակայքում կան 4 ամրոցների ավերակներ, հինավուրց խաչքարեր և եկեղեցիներ, օրինակ Սուրբ Կիրակի մատուռը։ Տարածքը հայտնի է իր անձեռնամխելի բնությամբ։ Ենոքավանի անտառներում վերջին տարիներին ֆիքսվել է Կարմիր գրքում գրանցված կովկասյան ընձառյուծի ներկայությունը։ Տեղի բնակիչները գյուղին առանձնահատուկ հմայք են հաղորդել։ Տան բակերում և ճանապարհներին կարելի է հանդիպել հին կուժերի, կարասների և ավանդական ինքնաքանդակների ու ինստալյացիաների։ Լաստիվերի մասին հետաքրքիր փաստեր։ Լաստիվերը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելքում, Տավուշի մարզի Ենոքավան գյուղի ծայրամասում։ Այս թաքնված գեղեցկությունը տեսնելու համար պետք է խիտ անտառներով իջնել Խաչաղբյուր գետի կիրճը։ Արահետի վերջում բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Լաստիվերի ջրվեժը։ Լաստիվերը կարծես թե իր մեջ է ամբողջացրել բնության ներկա բնակի ողջ գույները։ Գնալով Լաստիվեր ոչ միայն զմայլվելու եք բնության հարուստ ու դիտարժան տեսարաններով, այլև ականատեսն եք լինելու պատմական ու մշակութային արժեքներին։ Լաստիվերի տարածքում են գտնվում Քարանձավ անապատը, Սառնաջուր գետը, գետի մեծ և փոքր ջրվեժները։ Քարանձավը տեղակայված է ձորի լանջին, որտեղ հասնելու համար մարդիկ կառուցել են գերաններից պատրաստված աստիճաններ, որն էլ նմանվելով լաստի, վայրին տվել է Լաստիվեր անունը։ Լաստիվերի տարածքը բնակեցված է եղել դեռ վաղ ժամանակներից, որի մասին վկայում են տեղի քարանձավները։ Լաստիվերը հանրության համար առավել հայտնի է դարձել 2000-ականների սկզբին, երբ հետաքրքրությունը էկոտուրիզմի հանդեպ սկսեց աճել ու մեծ տարածում գտնել։ Դեպի Լաստիվեր տուր քայլարշավը սիրում են հատկապես էքստրեմալ այցելուներն ու բնության սիրահարները։ Հենց Տավուշի մարզում է գտնվում Հայաստանի էքստրեմալ գլխավոր կենտրոնը՝ Yale Extreme Park-ը, երկրի առաջին արկածային զբոսայգին, որը բացվել է 2015 թվականին։ Ահա մի քանի հետաքրքիր փաստ այս յուրահատուկ վայրի և նրա գլխավոր ատրակցիոնի մասին։ Այգում կարելի է փորձել էքստրեմալ սպորտաձևեր, նույնիսկ առանց որևէ մասնագիտական հմտության։ Յուրաքանչյուր թռիչքից կամ ակտիվությունից առաջ անցկացվում են մանրամասն հրահանգավորումներ։ Այգին ունի սերտիֆիկացում և հետևում է անվտանգության խիստ կանոններին։ Զիփլայնի առանձնահատկությունները։ Զիփլայնի երկարությունը տատանվում է 135-ից մինչև 750 մետր։ Օդում թռչելով դուք գտնվում եք գետնից մինչև 200-ից 300 մետր բարձրության վրա և զարգացնում եք մինչև 80 կմ/ժ արագություն։ 5 տարբեր գծերով ամբողջական թռիչքը տևում է մոտ 1,5 ժամ, ներառյալ հարթակների միջև քայլարշավները։ Այստեղ կան ապահովված լեռնային արահետներ, որոնք թույլ են տալիս անցնել ժայռոտ և դժվար անցանելի հատվածներ մետաղական կառույցների և ճոպանների օգնությամբ։ Հատուկ ուղիներ, որոնք անցնում են Ենոքավանի գեղատեսիլ անտառներով և բացատներով։ Էքստրեմալ երթևեկություն հատուկ Yale մեքենաներով։ Օդային թռիչքներ Տավուշի գեղեցկությունը վերևից դիտելու համար։
Գինեսի ռեկորդի հավակնություն։ Այգու ստեղծողները պլանավորել և նախագծել են աշխարհում ամենաերկար զիփլայնի կառուցումը։ Ըստ գաղափարի, այն պետք է ունենա 2680 մետր երկարություն, 250 մետր բարձրություն և թռիչքի տևողությունը պետք է կազմի 3 րոպե՝ զարգացնելով մինչև 120 կմ/ժ արագություն։